Պարոն Պապիկյան, ամանորը մոտենում է եւ սահմանների սովորաբար այս շրջանում ավելի վերահսկողությունը խստացվում է, ինչ է արվում այս օրերին եւ ամանորի հետ կապված, որպեսզի լարվածություն չլինի, խնդիրներ չառաջանան։ Չեմ կարծում, որ հիմա ինչ որ լարվածության մասին մտահոգություն կարող է լինել, սահմանին շատ հանգիստ է եւ պատրաստվում ենք ամանորին, այո, տոնական օրերին բնականաբար ծառայությունը ավելի զգոն է, բայց հաշվի առնելով նաեւ եղանակային պայմանները, քամի, բուքը, այլ մտահոգություններ ունի այսօր զինված ուժերը եւ մենք մեր առօրյա խնդիրներով ենք զբաղված։ Այսինքն հիմա քամին ու բուքն է խնդիրը։ Այո։ Ինչ է կապվում այդ այդպիսի տեղեր հիմա այսօր։ Այո, եթե Երևանում կամ մեր մարզերում կամ հարակից մարզերում ձյուն չկա, ապա բարձրադիր հատվածներում կա ձյուն։ Մենք մինչև 3500 մետր բարձրության դիրքեր ունենք։ Դուք հաշվի առեք, որ այնտեղ ձյունը հալվում է միայն ամռանը եւ արդեն հոկտեմբերից կարող է նաեւ ձյան շերտ այնտեղ տեսանելի լինել։ Իսկ եղանակի դեմ ո՞նց եք պայքարում այդ դեպքում։ Հետևողականությամբ մեր բոլոր դիրքերի ճանապարհները մշտապես փակվում են եւ բանակային դիրքեր տանող ճանապարհները ամեն ինչ արվում է, որ մշտապես բաց լինեն։